Սիրելի հետևորդներ, ողջույններ, բարևներ։ Նախապես ասում եմ ինձ ներող եղեք ձայնիս համար, մի քիչ առողջական խնդիրներ, բայց դե չէի կարող չգնալ։ Ուղևորվում ենք Վայոց ձորի մարզի Արտաբույլք գյուղը, նախկինում կոչվել է Եղեգիս։ Նոր եմ իմացել այս տոնի մասին, ասեմ, որ առաջի անգամ եմ գնում այս գյուղը, կգնանք տեղում հարց ու փորձով, կտեսնենք գյուղի որ ամյակն է, ինչպես են նշում, ոնց են նշում, հարց ու փորձով կզրուցենք, հուսով եմ, որ բնակիչներից ոմանք կխոսեն, կներկայացնեն, կտեղեկացնեն իրենց գյուղի մասին։ Ճանապարհին էլ տեսնում եք մեր բնությունը ինչքան հրաշալի է, շրջապատված ենք երկու կողմերով հսկայական սարերով, լեռներով և գեղեցիկ աշուն է այստեղ։ Ասեմ, որ այս ճանապարհով գնում են դեպի Գեղարքունիքի մարզ, Գետապ գյուղով ենք անցել, Շատին գյուղն է սա։ Այս կողմերով շատ շուտ բարձրացել գնացել եմ Բանջարի, հիմա կասեք, բա դու էլ ուր կարաս գնաս միայն Բանջարի, բայց այս անգամ եկել եմ մասնակցելու գյուղի տոնակատարությանը։ Ասեմ, որ վայքում արևոտ եղանակ էր, այստեղ մի քիչ մռայլ է, արևը կորել է։ Կարևորը մարդու հոգիները ջերմ լինեն, լուսավոր լինեն։ Ահա, սա Շատին գյուղն է, չէ, Եղեգիս համայնք, չէ, ճիշտ ասեցի, Արտաբույլ, Եղեգիս, երկու անվանումներն էլ գործածում են։ Դե, ինչպես միշտ ես սիրում եմ նկարել մեր Վայոց-ձորյան գյուղերը, Շատին գյուղի միջով ենք անցնում, տեսեք ինչ տներ են, հետաքրքիր, հնաոճ էլ կա, նորաոճ էլ կա, բայց դե ես շատ եմ սիրում գյուղը լինի, տուն, նոր տուն, երևի ես երեխեքն էլ են գնում մասնակցելու։ Ինչ հետաքրքիր ժայռա, չէ, կլորիկ, կոն ոնց որ լինի։ Ասեմ, որ մենակ չեմ, ուղղակի ինձ միշտ իմ հետ ով կա, ով ինձ ուղեկցում է, չի սիրում, որ խոսի, մարդիկ կան, որ չեն ցանկանում, որ նկարահանվեն կամ ձայնը լսվի, այնպես որ դե պարզ է, ես չեմ վարում մեքենան։ Ահա, սիրելի հետևորդներ, մենք հասանք Արտաբույլք և մի քանի րոպեներ անց կհասնենք, կտեսնենք ինչ է կատարվում այդտեղ։ Իրոք շատ սիրուն է, չէ, աշունը։ Ես եկել եմ, այն մի կողմով եմ բարձրացել, գնացել ենք տենց Մանդակի սարերի միջով, ամենավերջի գյուղը։ Անցել ենք, գնացել ենք Մանդակի, այս կողմով չեմ հա, բնակիչները ճանապարհներ են երևում, ինձ թվում է բոլորն էլ մեծ բարձր տրամադրությամբ գնացել են նշելու իրենց գյուղի տոնը, որովհետև փողոցները այնքան էլ մարդաշատ չի։ Արդեն մեքենաները երևացին, մարդաշատ է, գեղեցիկ զարդարանքներ, աշնանգույներով, դեղին, կապույտ։ Ցանկ դպրոցի բակում է տոնակատարությունը։ Սիրելի հետևորդներ,
ոնց հասկացա միջոցառումը դպրոցի բակում է եւ ես էլ առաջի անգամ եմ գալիս Եղեգիս գյուղը, անծանոթ եմ ընդհանրապես, ոչ ոքի չեմ ճանաչում, երևի միգուցե ինձ կճանաչեն բնակիչները, բայց դե ինձ համար շատ հետաքրքիր է մասնակցել այս տոնին։ Հետաքրքիր դիզայն, գյուղական, ինչպես միշտ գյուղացիները ներկայացնում են իրենց ապրանքները։ Ու այստեղ էլ տաղավարներ կան, երթով մոտենամ ներկայացնեմ տաղավարները։ Ուրեմն սիրելի հետևորդներ, առաջին տաղավարը հենց եկա, առաջին տաղավարն եմ ներկայացնում, այստեղ Արցախից եկած բնակիչներն են ու իրենց ավանդական ժանգյալով հացն են ներկայացնում և կցանկանայի մի քանի խոսքով ներկայացնեք։ Մենք Արցախից ենք, ապրում ենք Վայոց-Ձորի Թառաթում գյուղում, մեր ժողովուրդը շատ լավ հյուրասիրեցին մեզ, ընդունեցին, ցանկանում ենք աշխարհին խաղաղություն, մենք եկել ենք Եղեգիս համայնքում մեր Ղարաբաղի ժենգյալով հացը հյուրասիրենք մեր համայնքին։ Շատ ուրախ եմ։ Մենք էլ ենք շատ ուրախ, ծաղից գոհ ենք, շնորհակալ ենք։ Եվ իհարկե ես կհամտեսեմ և կփորձեմ պատրաստած ժանգյալով հացը։ Սիրելի հետևորդներ, այնքան հյուրասեր են Արցախից եկած ժողովուրդը, որ առաջին իսկ պահից ինձ հյուրասիրեցին իրենց թխած ժանգյալի հացով։ Տիրա, շնորհակալություն։ Մենք էլ ենք շատ շնորհակալ։ Գռնակարով պետք չի։ Անումը, ուղղակի որ հալա չենք ծախել, դրա համար ասանք մի քիչ սպասեք, որ սկսենք նոր տակ-տակ բելանենք։ Նոր է սկսում տոնը։ Հալա չի սկսել էլ Չի սկսել։ Ձեր գործերին հաջողություն, լավ վաճառք։ Շատ շնորհակալություն։ YouTube-ով կնայեք, Նազելինաս։ Նազելինաս։ Երկրորդ սեղանը էլի գյուղական բերք ու բարիք, չրեղեն։ Բան է գալի։ Ամեց յանցի։ Գյուղի բնակչուհի է, նաև ուսուցչուհի, մի քանի խոսքով ներկայացնում է իրենց գյուղը։ Խնդրեմ խոսք։ Վայոց-Ձորի հնագույն գեղեցկատես գյուղերից մեկն է Արտաբույնքը, որը ունի հազարամյակների պատմություն, շուրջ 1006 տարվա պատմություն, վաղեմություն ունեցող գյուղ է։ Գյուղի տարածքում բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններ կա, հնագույն հուշարձանները դեռևս թվագրվում են Քրիստոսից առաջ երկրորդ հազարամյակից։ Առաջին հիշատակությունը գյուղի մասին վերաբերվում է Եղիշեի մոտ Վասն Վարդանանց և հայոց պատերազմի գրքում տեղեկություններ կան Արտաբույնքի մասին, որտեղ նահանջող պարտական զորքերը հետապնդում են հայ զինվորականներին
ովքեր կատարի մարտեր են մղում պարսիկների դեմ։ Այս գյուղի տարածքում ոսկին կոչվող վայրում տեղի են ունեցել թեժ մարտեր, որի վկայությունը հիմա այստեղ կա եւ հուշարձան կոթողը այդ մասին թողել է մեզ վկայություն։ Արտաբույնքը հայտնի է մի քանի անուններով, հիշատակում է արտաբույնք, այնուհետև արաբական տիրապետության ժամանակաշրջանում գյուղը կոչվել է Արտաբին, Արտաբին անունով է հայտնի դարձել, իսկ ավելի ուշ սկսած 17-րդ դարից, երբ որ այս տարածքներում ավելի շատ մահմեդականներ են ապրել, քանի որ Շահաբաս առաջին արքայի ժամանակաշրջանում 1604 թվականին մեծ գաղթ է կազմակերպվել Արևելյան Հայաստանից դեպի Պարսկաստան, այդ ժամանակ եւ գյուղի ապրողներն են գաղթեցվել, բռնագաղթեցվել են դեպի Պարսկաստան եւ միայն երկար ժամանակ անց 1828 թվականին նորից վերադարձել են տեղացիները եւ վերադարձել են հիմնականում Խոյի եւ Սալմաստի գավառներից 38 ընտանիքներ, արտաբույնցիները իրենց գյուղը նորից շենացրել են, վերականգնել են, կարողացել են այստեղ ապրել, արարել, ստեղծել, ստեղծագործել եւ գյուղը նորից ոտքի է կանգնել իր արարող աշխատասեր մարդկանցով իր այսպես հյուրընկալությամբ մեր գյուղը հայտնի է եւ հետագայում խորհրդային միության ժամանակներում գյուղը կոչվել է Եղեգիս անունով, Եղեգիս անվանումը պահպանվել է մինչև 90-ական թվականները եւ 91 թվականից հետո նորից վերանվանվել է, ստացել է իր հնագույն պատմական անունը Արտաբույնքը եւ այսօր Արտաբույնքում մեծ տոնակատարություն է, մեծ խինդ է, խանդավառություն է, սա կարևոր օր է բոլոր արտաբույնցիների համար, հավաքվել են եւ այս շարժան օրը մենք բոլորս միասին նշում ենք, ուրախանում ենք այդ օրվա կապակցությամբ։ Շատ կարևոր, գեղեցիկ եւ նշանավոր օր է բոլորիս համար։ Շնորհակալություն շատ։ Սիրելի հետևորդներ, այս տաղավարը ներկայացնում է Եղեգիս գյուղի դպրոցի 6 եւ 9-րդ դասարանի աշակերտները իրենց ծնողներով եւ էլի հետաքրքիր համեղ ուտելիքներով է։ Սա ինչ եք պատրաստել։ Սպաս։ Դե իհարկե Այստեղ մենք նաև պատրաստել ենք ղափամա։ Մեղրը մեջ է ղափամա, Այո, բայց իհարկե։ մտածեք պետք չի, արդեն տեսքից երևում է, որ շատ լավ կլինի։ Գաթաներ ունենք եւ աղի եւ քաղցր։ Մեր գյուղական մթերքներն են եւ ներկայացնում են 6-րդ եւ 9-րդ դասարանի աշակերտներն իրենց ծնողների հետ։ Ուրախ եմ շատ։ Հա, սա էլ անմահական բարբարիսի կոմպոտ։ Այո։ Այս տարի բարբարիս կա գյուղում։ Այդքան չէ։ Շատ ուրախ եմ։ Ինչի, սեպոյի թթու։ Այո։ Բամյա։ Այստեղ կուտապ, շրեշկել կուտապ, շրեշկով կուտապ, բայց մենք այստեղ ունենք նաև լոբով կուտապ։ Այստեղ։ Տեսեք, ինչ գեղեցիկ է։ Ունենք թոնրան մեջ կարտոֆիլ, թոնրան։ Իմիջայլոց մեր ղափաման նույնպես թոնրան մեջ է պատրաստվել։ Երևաց տեսքից։ Ունենք լավ մուրաբաներ։ Խզի մուրաբա, տեսեք ինչ գեղեցիկ է։ Սա էլ վարդի։ Տրացեք։ Արի, ինձ մոտ։ Արի, մայ։ Դե ձեր գործերին հաջողություն, շնորհակալություն։ Շնորհակալություն, մենք նույնպես շնորհակալ ենք, նորից համեցեք արտաբույն։
Միշտ։ Չնայած մոտ 200-ամյակին, այնուամենայնիվ գյուղում գտնվող բազմաթիվ հուշարձաններն ու պատմավայրերը փաստում են, որ այստեղ բնակչությունն ապրել ու արարել է դարեր շարունակ։ Պատմական տեղեկությունները փաստում են, որ գյուղն ունի 4000 տարվա պատմություն, իսկ արտաբույն կանոնը պատմության մեջ հիշատակվում է առնվազն 1600 տարի։ Եվս մեկ անգամ ծափողջուններով եկեք այս դարարեք այս գեղեցիկ օրվա սկիզբը։ Շնորհավոր տոնդ մեղնաբույն։ Ուրախ եմ շատ լավն է։ Հարգելի հյուրեր, շնորհավորում եմ բոլորիս տոնը, որ պիտի դառնա ավանդական։ Իհարկե մի քիչ դիտողություն եմ արել, այսօրվա օրը փոխում ենք հոկտեմբերին, կարծում եմ եկել են համաձայնության և պետք է այդպես էլ արվի։ Հոկտեմբերին հուշարձանի բացման ժամանակ այնքան գեղեցիկ օր էր, այնքան գեղեցիկ արևոտ և բերքառատ ժամանակաշրջան էր։ Կարծում եմ այդ օրը կընդունվի և մենք մշտական կհանդիպենք այդ ժամանակ։ Իհարկե մարզի տարածքի մնացած բնակավայրերի հետ համեմատած մի քիչ ուշ ենք տոնը նշում, բայց լավ է ուշ, քան երբեք։ Կարծում եմ սրանից հետո կդառնա ավանդական և բոլորս ուրախությամբ կմասնակցենք։ Կազմակերպիչներին որ այդպիսի գեղեցիկ ծրագրով Սրանք կոճղի վրա նկարներ են, չէ՞, արված փայտերի վրա։ Սիրելի հետևորդներ, այս տաղավարում մի հետաքրքիր աշխատանք ես նկատեցի, կոճղի վրա, փայտերի վրա արված նկարներ, որոնք շատ գեղեցիկ են, ձեռքի աշխատանքներ։ Եվ խոստանում եմ, որ եկող տարի անպայման այդ արտավը տպագրեմ և կբաժանեմ մասնակիցներին։ Դա հաստատ է։ Ճիշտ ասած, որոշելի 200-ամյակի առիթով է գործնանեի, բայց շտապեցնեցի, ավելի շուտ կանեի։ Դուք եք նկարել, շատ սիրուն է։ Շնորհակալություն։ Անպայման կբաժանվի այդ գերբերը։ Ես ուզում եմ ներկայացնեմ արտավունքի պատմություն։ Այստեղ էլի ձեռքի աշխատանքներ։ Ուրեմն արտավունքը հին բնակավայր է։ Դրա վկաններն են Խաչքարը, որ Վարդան Մամիկոնյանի զինվոր վայրական, Ջրի ժամտունը, Վերևի ժամտունը, ոչ թե եկեղեցին ունեցած։ Աստամից վերև է Եվ իհարկե հայկական տարազք։ Ինչպես նաև որոշ Ներկայացնեմ այս տաղավարը, տեսնենք ինչեր են պատրաստել տոնի ներկայանալու համար։ Բարև ձեզ։ Սա Եղեգնաձորի խմորեղենն է, չէ՞։ Հա։ Ների արտադրանքն է, մեր Գեղեգիսի բնակիչը։ Ահա, սիրելի հետևորդներ, այս տաղավարում ինձ ծանոթ խմորեղենի տեսականի, որը նաև մեր վայ քաղաքում էլ կա, շատ համեղ խմորեղեններ են։ Մենք միշտ այս մրջնաբնից հատկապես առնում ենք։ Եղեգնաձոր։ Պարզ է։ Այս Միկադոից էլ ենք շատ օգտվել, համեղա։ Հետ ելը արտավունքի լոգոնը իրա բացման տորտ։ Շնորհակալություն, հաջողություն ձեր գործերին։ Այս տաղավարի ոնց ասեմ, անձնավորությունը լքես տաղավարը երևի չնկարահանվելու պատճառով, բայց շատ հետաքրքիր տաղավար է։ Այստեղ խոտաբույսեր, ղանթափան եմ, ճանաչում եմ ուրցը, մասուր, էլի ուրց, ղանթափա և իհարկե թթուների տեսականի։ Պաճառք էլ կա այստեղ,
ոնց հասկացա Շուշան է եւ հյութեր են բնական կամպոտներ։ Այստեղ հաղարջի, կարմիր հաղարջի, մալինա, խոսքով բնական հյութեր։ Եվ այստեղ ինչ եգիպտացոր են։ Իհարկե կեսն էլ թարմ է եկվում, պատրաստվում է։ Եկել եմ այս տաղավարը ներկայացնել, խոսեն։ Հաջորդ տաղավարը մի հետաքրքիր տաղավար է Ձորի Մեղր անվանվամբ եւ տաղավարը կներկայացնի դուք այս գյուղի բնակչուհի եք, ներկայացրեք ձեր տաղավարը, ձեր պատրաստած ոնց տեսնում եմ մեղրը, ինչ հետաքրքիր դիզայն բնակիչ եմ, ինքս մեղվապահ եմ, մեղվաբույս մեղվապահ եմ, զբաղվում եմ մեղվամթերքի արտադրությամբ եւ վաճառքով։ Ես իմ գործի մեջ մտածել եմ մեղվաբուծության դարբնոց գիտահետազոտական կենտրոնի շնորհիվ դեղի սաներ եմ, որը գործում է Սիգմա ընկերության հետ համատեղ։ Այդ բոլորը մեղվի արտադրանքն է, մեղվամթերքը, կրեմ մեղրը, ընդեղենով մեղրը, ծաղկափոշի։ Հերթով կարաս ցույց տաս մի երկու բան։ Ծաղկափոշին է, մեղվի ծաղկափոշին։ Ընդեղ սա կրեմ մեղրն է, սա կրեմ մեղրն է։ Ընդեղենով մեղրն է, որը շատ օգտակար է։ Ունենք պրոպոլիս նաև, ունենք պրոպոլիս, որը շատ օգտակար է։ Ակնամոմն է, չէ՞։ Այո, ակնամոմն է պրոպոլիսը։ Ես դրանով դեղեր եմ սարքում, շատ օգտակար է։ Այդ պրոպոլիսի թուրմն է, ես պատրաստում եմ, որը շատ օգտակար է օրգանիզմի համար, սրտանոթային համակարգի համար, շատ օգտակար է։ Ունենք նաև դոշապ խուրմայի դոշապ, թթի դոշապ, մեղրի տեսականիներն են, պատրաստել եմ նաև մեղվամթերքից պատրաստել եմ մեղվի համագործակցությամբ, պատրաստել եմ անուշեղեններ, քունջութով, խուրմայով, անուշեղեններ եմ պատրաստել, զբաղվում եմ նաև փոքրիկ գյուղատնտեսությամբ, մալինա եմ աճեցնում, մոշի մալինայի լավաշաներ եմ պատրաստել, այստեղ թեյերի այն բոլոր ծաղկատեսակներն են, որոնք մեղուն ընդեղից մեղր է բերում, բազմածաղկային մեղր է ինքը, այդ ծաղիկներից է բերում։ Շատ ուրախ եմ, իրոք շատ ողջունելի է, ձեր ձեռքերին միշտ ուժ ու եռանդ, որ սենց համով բաներ պատրաստեք։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն շատ շնորհակալ եմ։ Ձայնս քաշվածակուտ եմ կբացվի։ Իրոք շատ հետաքրքիր տեսականի կա, սիրելի հետևորդներ, մի հատ նայեք։ Այն ընդեղենով, պոպոկ, կնդուկով, նուշով, գեղեցիկ գործած մեղվիկներ, հետաքրքիր դիզայն եւ ես շատ հավանում եմ նման մարդկանց, նման գյուղացիների, ովքեր աշխատող են, արարող են, ամեն մի բանից կարող են ինչ-որ մեծ բաներ ստեղծել եւ շատ մեծ արդյունքների հասնել։ Ուրեմն սիրելի հետևորդներ, այս տաղավարը էլի ներկայացնում եմ գյուղի կանայք իրենց ձեռքի աշխատանքներով։ Այստեղ ինչ եմ պատրաստել, այս անարատ հաստատ կարմիր պղպեղ կլինի, անարատ չէ, գյուղի պղպեղներից պատրաստած եւ եթե գաղտնիք չի, 1 կիլոգրամը ինչ արժի, էժան եք ծախում։ Ես 5000-ով եմ ծախել։ Էժան եք ասում։ Համար կթողեք կասեմ, եթե շատ հարցնողներ կան, շատ ունեք, հա, համարը տուր, դե հետո էլ չես ուզում նկարվես։ Հեսա կգրես թղթի վրա կտաս, այստեղ չորացրած մասուր, գաթաներ, պոպոկ, բնդուկով, գյուղի պոպոկ, մի խոսքով գյուղական բերք ու բարիք, այստեղ
Իսկ ինչու է ճաքել ձեր շուջուխը, որովհետև իմ բաղադրատոմսով չեք սարքել։ Չէ, շփոթը լավ չեք եփե։ Լավ, կարևորը որ համեղա, բնական է։ Շնորհակալություն։ Ավելի շատ խորոված քեբաբ են անում, ուղղակի կողքից։ Հա, բարձա։ Ուրեմն այս տաղավարը ձեր գյուղի հյութն է, մասուրի, հա, թան, դե ջերմուկը ձեր գյուղինը չի հաստատ։ Հա, բնական։ Հա, գաթաներ են ներկայացնում այստեղ, աղի քաղցր, Հաջան, աղի քաղցր, միայն քաղցր, դե սա բոխի է, սա ոնց որ թե ինչ է, մանդակ։ Չէ, մենք բարբարոսո ենք ասում, չգիտեմ, բանդղա ոնց որ։ Բլդղա սոյը, հա, շատ համով թթվյա լինում, խաղողի տերև, հոնի մուրաբա և սա դոշապ, թթի դոշապ, թե խաղողի, Հաջան, թթի դոշապ և գյուղի ընկույզ, փոքրիկն էլ կլանված, նեխաշ չէ, կլանված հեռախոսանալ, Լու չնայի, քան լացա, ամուր էր և այստեղ էլ շատ հաճելի գործ, քյաբաբ են սարքում, Ուզել նկարը կես խոս հա, հա, քիչ մեջ Ինձ մատուր կամ ոնց տեսնում եմ ձեր տրամադրությունը բարձր է, ձեր գյուղի տոնն է և համեղ ուտելիքներով պատրաստվում։ Այ ջիջ Այս ֆարշը ով է պատրաստել, դուք գյուղացիներով, աչքով չտամ չի թափում ոնց որ, հա, լավ էլ պատրաստել եք։ Ով է խոհարարը, շեֆ պովերը, մասնագետ, ինքն է պատրաստել։ Դե հաջողություն ձեր գործերին։ Մեկ է ոսնում, վերև ժանտում, իմ սրտում, իմ հերացքում։ Սիրելի հետևորդներ, ասեմ, որ շատ հաճելի է այստեղ, գյուղի բնակիչները մեծ ոգևորությամբ պատրաստվել են գյուղի տոնին, եղանակն էլ սկսեց ցրտել, եղանակը ցրտեց, բայց դե գյուղացիները չեն հուսահատվում, բոլորով այստեղ են, նշում են իրենց գյուղի տոնը, այս կողմի վրա էլ տաղավարներ կան, տեսնենք ինչ են սարքել, ահա այս տաղավարում էլ էլի ներկայացրել են գյուղական բերք ու բարիք, դուք եք պատրաստել այս չրերը, մալինա, տեսեք խոր աշուն է, բայց դե բնակիչները ունեն իրենց այգու բերք ու բարիքներից, աշնանն էլ է մալինա լինում, շարոց, որը շատ լավ է ստացվել, թթու լավաշ, ֆնդուկ, պոպոկ և իհարկե հյութեր։ Սրանք օղիներ են, չէ՞, թթի օղի, հա, Օղի, մամեկի ինչա դոշապ, դուք եք պատրաստել կոնյակը։ Ուռադի որ նկարվի Եվ ահա սիրելի հետևորդներ, եղանակը խառնեց, այն ոնց են ասում, ոնց որ թե ձյան տեղ է մաքրում, մի տեսակ քամի,
Եվ ես էլ քանի որ չեմ ուզում շատ մնալ դրսում, փորձեցի ներկայացնել ու շտապում եմ, տեղ պետք է գնամ։ Գյուղացիներին մաղթում եմ բարի ժամանց, թող մեծ տրամադրությամբ, ոգևորությամբ նշեն իրենց տոնը։ Եվ իհարկե այստեղ երգելու է Խաչիկ Արենցին, համերգներին էլ ես չեմ մնում, YouTube-ը դե խնդիրներ։ Եվ սիրելի հետևորդներ, ես լքում եմ այս տոնը, որովհետև այս երաժշտական պահերը YouTube-ը արգելում չեմ կարող նկարել, ավելի լավ է գնամ, ինձ ուրիշ տեղ են սպասում, տեղ պետք է գնամ, շատ հաճելի էր, հավես էր, կապ չունի, թե ինչքան մնացի այստեղ, կարևորը որ եկա ու տեսա գյուղացիների աշխատանքը։ Անցուդարձը շատ, տարբեր տեղերից եկել են։ Եվ սիրելի հետևորդներ, ինչպես միշտ ես ցանկացա մի քիչ տեղ ոտքով քայլել, քանի որ առաջի անգամ եմ ես գտնվում Եղեգիս գյուղում, Արտաբույլքում, որոշեցի քայլել, տեսնել, տեսեք, մարդիկ դեռ գալիս են, էլի ու էլի, լիքը փողոցները մարդաշատ, մեծից փոքր գալիս են իրենց գյուղի տոնին։ Ասեմ, որ բոլորն էլ բարձր տրամադրություն ունեին, շատ ուրախ և հետաքրքիր էր, չէ, որ դեռ գյուղում կա մալինա, ահա, սա էլ ապացույցը բերքի, միշտ այսպես շեն լինեք, ահա, և հետաքրքիր է, որ դեռ ցուրտը չի տարել, տաք է երևի գյուղում։ Այնքան եմ սիրում այս գյուղի տեսարանը, որ ինձ համար սա շատ հետաքրքիր է։ Ոմանց համար սա կարող է տենց տարօրինակ թվալ, բայց ես սիրում եմ այս նույնիսկ այս առվակի ձայնը, ծառերը, մի հատ տեսակ գեղեցիկ կտրատած փայտ, ամեն ինչը շատ հետաքրքիր կազմակերպված է։ Ահա, մի քիչով քայլեմ, մինչև իմ մեքենան տաքսին կգա։ Մենակ է մեկ է Լիլիթը չցանկացավ գալ, դե որ չցանկացավ հոստիպողաբար չի։ Կարևորը ես եկա մի քանի րոպեով, հետաքրքիր էր ինձ, շատ հետաքրքիր։ Ասա էլ Եղեգիս գյուղի տոնը, հետաքրքիր պատմություններ ներկայացրեցին, խոսեցին, ես էլ առաջի անգամ եմ գալիս, ձեզանից շատերն էլ կարող է լսած չլինեն այս գյուղի մասին, ինձ էլ էր հետաքրքիր ու ասեմ չնայած եղանակին, չեն նայել ժողովուրդը մեծից փոքր ներկա են, լիքը բազմություն, ուրախ հավեսին և տեսնում եք երաժշտության ձայնը, երգիչներ էլ կային, իրենց բարի ժամանց, ես էլ ժամանակ չունեմ, պետք է գնամ և չմոռանաք սիրելի հետևորդներ, բաժանորդագրվեք ու լայքեք, ես ձեզ համար եկա հասա այստեղ, որպեսզի ներկայացնեմ, ասեմ ոնց որ անձրև է ուզում գցել, կատ-կատ գալիս է, դե մի քիչ էլ առաջանամ նկարը անելով մինչև տաքսիս կգա։ Մարդիկ բոլորը գնում են այնտեղ և տոնը չվերջացած ես էլ հետ եմ գնում, դե ոչինչ։ Ուղղակի մի բնակիչ չկա ճանապարհին, որ ես զրուցեմ, հարցնեմ, խոսեմ հետը։ Ահա, և կարծում եմ այսքանը բավական է։